Շնորհակալ եմ շատ։ Միայն թիմակիցների ներկայությամբ Փաշինյանի վերջին ելույթն է 8-րդ գումարման խորհրդարանում։ Բյուջեի քննարկման ամփոփիչ խոսքում կարմիր թելի պես ընդդիմության թեման է ու պարզաբանումները, թե ինչու Թավիշը դարձավ պողպատ։ Պարզվում է խաղաղության բացակայություններ, որ ավելի վաղ չեն կարողանում իրականացնել երկրի ընդդիմությանն իսպառ վերացնելու քաղաքականությունը։ Հիմա կարծես թե ոչինչ չի խանգարում։ Ասում է խաղաղությունը հաստատված է, քաղաքական կամքը կա։ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության գերկենտրոնացումը եղել է խաղաղության օրակարգը եւ բոլոր հնարավոր ուժերը եւ էներգիան կենտրոնացվել են այդ խնդրի լուծման վրա։ 9-րդ գումարման խորհրդարան մտնող ընդդիմությունն ըստ Փաշինյանի լեգիտիմ չէ։ Նրան հռչակել է կաշառակեր ու արդեն հանձնարարել է թիմին զբաղվել օրենսդրական մի նախաձեռնությամբ, որով արգելվի այդ ուժերին հաջորդ անգամ մասնակցել ընտրություններին։ Եթե խորհրդարանական ընդդիմությունը լեգիտիմ չէ, ինչպես է ոչ լեգիտիմ քվեարկության արդյունքն ընդունում ու դեռ ընտրատեղամասերի 10%-ի հաշվարկը չավարտած իր թիմին հաղթող հռչակում։ Սա պատմական հաղթանակ է։ Ես հիմա Պանիխիդայի դեմ եմ։ Խորհրդարանի փոխխոսնակը համաձայն չէ գնահատականի հետ, որ ոչ թե հաղթողի, այլ հոգեհանգստի գնացողի դեմքով էին ազդարարում իրենց հաղթանակը։ Հիմա խնդրում եմ գնահատեք իմ դեմքը Պանիխիդայի, է։ Նոր ձևավորվելիք իշխանությունում գործադիրում թե օրենսդիրում է տեսնում իրեն 8-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակը։ Կարկանդակ, եգիպտացորեն ու կարտոֆիլ ուտելուց հետո Ռուբինյանը ոչ թե պաշտոնի, այլ մսային ուտեստների ախորժակ ունի։ Ես ախորժակ ունեմ միայն քյաբաբի եւ շաուրմայի։ Մենք որևէ հավակնություն եւ ճակատագրեր դեռ չենք քննարկել, եթե անկեղծ ես ինքս էլ դեռ չեմ մտածել դրա մասին։ Պարզվում է Փաշինյանը ոչ թե 3-րդ, այլ 4-րդ ժամկետի է գնում։ Ռուբինյանն ուղղում է լրագրողներին։ Ըստ նրա, ճիշտ չէ համեմատել Սարգսյանի 3-րդ ժամկետը Փաշինյանի պաշտոնավարումների հետ։ Նիկոլ Փաշինյանը շուտով կընտրվի 4-րդ անգամ։ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ ընտրվել է 2018-ին, երկրորդ անգամ ընտրվել է 2019-ին, երրորդ անգամ ընտրվել է 21-ին, 4-րդ անգամ կընտրվի 2026-ին։ Ըստ թիմակցի 4-րդ անգամ երկրի կառավարման ղեկը ստանձնող Փաշինյանն ինքնահռչակ հաղթանակից 10 օր անց ամփոփիչ ելույթն ավարտում է 8-րդ գումարման խորհրդարանին ուղղված երախտիկի խոսքով, իսկ դահլիճում զբաղված էին միայն ՔՊ աթոռները։ Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ազգային ժողովի 8-րդ գումարման ազգային ժողովին այս ընթացքում համատեղ աշխատանքի եւ համատեղ արձանագրած արդյունքների համար։ Շնորհակալ եմ։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։